արտահանեցինք Սյունիքի տեղ գյուղի, սահմանամերձ տեղ գյուղի ծնեբեկները Հայաստանից Սինգապուր։ Որ ընտանիքի 16 տարվա աշխատանքի արդյունքը հարազատ գյուղում աճեցված ծնեբեկը հասնի Սինգապուր, Դավիթ Դավթյանն այդ շուկան սկսել է ուսումնասիրել դեռ 2 տարի առաջ։ Մի քանի անգամ այցելել է այնտեղ, մասնակցել միջազգային ցուցահանդեսների, ուսումնասիրել հնարավորություններն ու գործընկերներ փնտրել։ Արդյունքն արդեն կա։ Սինգապուր ուղարկված առաջին խմբականակի որակից գործընկերներն այնքան գոհ են մնացել, որ շաբաթական 3 տոննա ծնեբեկ են պատվիրել։ 4 արկղ լոլիկ արտահանելը անհնար է, 100 արկղ արտահանելը շատ դժվար է, 1000 արկղը հեշտ է։ Սա աշխարհի շուկայի եւ բիզնեսի կանոններն է, նույնը ծնեբեկի դեպքում։ Ռուսաստանի սահմանափակումներից առաջ է Դավիթը որոշել արտահանման աշխարհագրությունն ընդլայնել։ Սինգապուրի, ԵՄ երկրների եւ Ռուսաստանի շուկաների պահանջներն, ասում է, խիստ տարբեր են։ Սա պիշիվոյ պենոպլաստ է։ Սա սառնարան է, թերմոս է։ Մենք այս փաթեթավորումը անում ենք սառնարանի ներսում, որպեսզի սառը օդում պաղեցված ապրանքը ուղարկենք դուրս։ ԵԱՏՄ շուկայի համար ենք հիմա մենք անում։ Դες ծնեբեկն է, նույն ինքը մի քիչ ավելի կարճացված։ Այստեղ մեր սերտիֆիկատներն է, միջազգային, որ մեր տնտեսությունը օրգանական արտադրանք է։ Այսինքն այս սերտիֆիկատը ստանալու համար 5 տարի մենք աշխատել ենք։ Արդեն նոր շուկայում, եվրոպական շուկայում գտային առավելություն։ Դրեցինք թուղթը, փակեցինք բերանը, 2 օր հետո, երբ որ արդեն այնտեղի մեր գործընկերը այսպես բացում է, հանում է թուղթը, վերցնում է ծնեփակը, ծնեբեկը նույն սառնությանն է, ինչ որ սառնարանից ճանապարհել ենք։ Որ ԵԱՏՄ շուկա մատակարարված նույն չափսերի եւ նույն փաթեթավորման պարտադրանքը նաեւ Սինգապուր արտահանի, Դավիթը շուրջ 2 ամիս բանակցել է գործընկերների հետ։ Սակայն սինգապուրյան կողմն ասել է, իրենց պահանջներն ու չափանիշները այլ են։ Ֆիքսվի, որպեսզի տես տեղափոխման ժամանակ sense չվնասեն։ Ծնեբեք արտադրող հիմնական պետություններ՝ Պերու, Մեքսիկա եւ այլն։ Բոլորը Իսպանիա, իդեպ Իսպանիա, որը Եվրոպայում է, որ պետք է իր այդ մրցենք։ Իրանք այս ստանդարտով են ուղարկում։ Էքստրա լանջ 16-ից 20 մմ։ Այսի Սինգապուրի ծնեբեկն է։ Ինքը ընդհանուր այս տեսքը ունի, արկղը այս հենց է լինելու։ Վերջում sense կողից փակվելու է։ Հիմա այս ծնեբեկները առնվազն այսքան պետք է կտրվի, այն դեպքում էլ է կտրվում, բայց ոչ այդքան։ Նայեք ինչքան կորուստ եմ տալիս։ Ու այսեն սիրուն կապով դասավորվի։ Մտանք սառնարան արդեն, այստեղ ապրանքը սպասելու է մինչև թռիչ։ Ծնեբեկից բացի առաջիկա օրերին Դավիթը Սինգապուր կուղարկի նաև հայկական ծիրանի փորձնական խմբականակ։ Եթե այն եւս հաջողությամբ ընդունվի, մտադիր է նույն ճանապարհով արտահանել նաև հայկական այլ գյուղմթերք, բացելով նոր հնարավորություններ տեղացի արտադրողների համար։ Իր հիմնած ծնեբեկի արտադրողների միության շրջանակներում ասած, աջակցում են գյուղացիներին նույն տեխնոլոգիայով ու նույն չափանիշներով ծնեբեք աճեցնել, հետո ինքը գնում է այդ բերքը, տեսակավորում եւ արտահանում ըստ երկրների շուկաների պահանջարկի։ Տարբեր դաշտերից գալիս է ծնեբեկը եւ այս հաստության, եւ այս հաստության, եւ այս հաստության։ Ես պատրաստ եմ, բայց 50 կիլոից վերև էլի, մթերեմ այս տեսակի ծնեբեք։ Խոսքը տնտեսությունում արտադրած ծնեբեկի մասին է, խոսքը Մերի Վաշինգտոն սորտի մասին է, ու թող չասեն սորտով սահմանափակվում է։ Հայաստանում ամենաշատ տարածում ունեցող ծնեբեկն է։ Ինչի է սորտը, որ մի ստանդարտի տակ կարողանամ դասավորեմ։ Ու արդեն թե որտեղ կվաճառեմ այս ծնեբեկը, ես գիտեմ։ Այսինքն ֆոս մաժորի ամենապիկին ես ամենայն պատասխանատվությամբ այս հայտարարությունը անում եմ։ Դավիթն ասում է, անհրաժեշտ է հստակ մեխանիզմ, որը կօգնի գյուղացիներին, սկսած հողի ճիշտ մշակումից մինչև բերքի իրացում։ Կարծում է, պետք է սովորեցնել գյուղացուն, օրինակ, թե ինչպես ստանալ որակյալ բերք, առանց հողը թունաքիմիկատներով ծանրաբեռնելու։ Իսկ հետո այդ արտադրանքը հասցնել խոշոր ընկերություններին, որոնք էլ այն կարտահանեն։ Իսկ արտահանման համար, ըստ նրա, պետությունը պետք է աջակցի բիզնեսին եւ նպաստի լոգիստիկ համակարգերի զարգացմանը։ Ինչից ենք խոսում, չէ, լոգիստիկա, բան, լուսերը գնաց։ Հիմա այս մեր ծնեբեկներն է, յուրաքանչյուրը տարբեր տեսակավորում անցած,
որոշ process-ներ կա անցնելու ենք։ Իրանք հիմա իրան ստանդարտով պահպանման մեջ են։ Всё, դաշտեր են գնում։ Մենք այնքան խեղճ վիճակում ենք, որ բեռնա փոխադրող ինքնաթիռ չունենք։ Ոչ միայն նաև շատ դեպքերում տարբեր տեսակի ապրանք, դե եկեք մալինա արտահանենք, եկեք ազնվամորի արտահանենք, միջև ազնվամորին հասնի տեղ, ինչ պայմաններում ուզում է պահենք, ջեմա դառնալու։ Դավթյանների ընտանիքը Ծնեբեկի արտերի մի մասը հիմնել է վարկերի տոկոսադրույքների պետական սուբսիդավորման ծրագրով։ Մյուսներին էլ է հորդորում իրենց օրինակին հետևել։ Դրական է գնահատում ռուսական սահմանափակումների ֆոնին Հայաստանի Եվրամիության գործընկերների հետ համագործակցությունն ու նրանց ֆինանսական աջակցությունը։ Գիտի, Հայաստանում կան մրցունակ ֆերմերներ, որոնք կարող են բարձր որակի արտադրանք մատակարարել եվրոպական շուկաներ, բայց հարցնում է, արդյոք շատերն են կարողանում այդ որակը պահել։ Մտավախություն ունի, որ եվրոպական շուկա արտահանված որոշ գյուղմթերքներ կարող են հետ վերադարձվել, օգտագործված թունաքիմիկատների պատճառով, որ այդ ռիսկը բացառվի, կարևորում է արտադրության որակի վերահսկողությունը։ Մարդը բոստանի մակարդակի մշակություն անում, նա ուր Եվրոպան ուր պետքա ստեղծենք պայմաններ, որպեսզի զարգանան լոգիստիկ կենտրոնները, օրինակ իմ նշած օրինակի պես համակարգեն, ստանդարտավորեն, արտահանեն։ Պետությունը բոլոր դեպքերում ասում է իմ քաղաքականությունը էսա, սովետը վերջացել է, ես քո ապրանքը ծախող չեմ։ Բայց պետք է այնպիսի միջավայր ստեղծվի, որ գործարարների համար հրապուրիչ լինի, այդ ամեն ինչը անեն։ Ծնեբեկի արտահանումը դեպի Սինգապուր Դավիթն ասում է ինքնուրույն են արել, ինքնակազմակերպվելով։ 2010 թվականին Սյունիքի սահմանամերձ տեղ գյուղի փոքրիկ հողամասից սկսած Դավթյանների բիզնեսն արդեն տարածվել է տարբեր մարզերով։ Ընդհանուր ցանքատարածությունը հասնում է շուրջ 30 հեկտարի։ Հողի որակից ու արտադրությունից մինչև լոգիստիկա եւ հստակ ստանդարտներ։ Այս ամբողջ շղթան ըստ Դավիթի պետք է կարգավորված լինի, եթե Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել շուկան։ Կարծում է, առանց սրա աշխարհի բոլոր ճանապարհներն էլ բացես, խնդիրը չի լուծվի։ Որպեսզի ընդ համը հասնի քիմքին, պետք է ահագին process-ներ։